Այսօր մարտի 5-ն է 2026 թվական։ Ես ունեի մի շարք այս ալիքում, ձայնագրությունների, որ կոչվում էր հետ հաշվարկ։ Եվ հետ հաշվարկ Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Ու հիշեցի, որ բավական ժամանակ է արդեն, որ չեմ արել նման ձայնագրություն, հետ հաշվարկ Հիսուսը վերադառնում է։ Ուզում եմ ասել, որ երբ հիմա նայում եմ հետ, գրեթե 2 տարվա ընթացքում ես չգիտեմ քանի տասնյակ կամ հարյուրավոր ձայնագրություններ եմ արել այն թեմայով, որ Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնում է, այն թեմաներով, թե ինչեր են մեզ սպասվում։ Շատ մարդիկ գրում են, ասում են դու մի ասա, Աստվածաշնչում կա գրված այդ ամենը, եւ այդ շատ մարդիկ չեն պատկերացնում երևի, որ մյուս մարդիկ, որ չեն կարդում Աստվածաշունչը, նրանք չգիտեն իրենց ինչ է սպասվում։ Եվ իմ նմանները պետք են, իմ նմաններին Աստված օգտագործում է, որ մենք մեր բերանը բացենք, փակենք, այսինքն խոսենք, եւ մյուսներին հայտնենք լուրը, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է։ Իրականում, այո, այն ամեն ինչ հենց հիմա կատարվում է, Աստվածաշնչում գրված է այդ ամենը։ Եվ հին կտակարանում եւ նոր կտակարանում այս ամենի մասին գրված է բոլոր մարգարեությունները կան, Տեր Հիսուս Քրիստոսը խոսել է վերջին ժամանակվա վերջին օրերի մասին, վերջին պահերի մասին, թե ինչ է սպասում աշխարհին, այնպես որ մենք ապրում ենք Աստվածաշնչյան այն մարգարեությունների ժամանակներում, որոնք պիտի լինեին Տեր Հիսուս Քրիստոսի գալուց առաջ։ Որ միլիոնավոր, միլիարդավոր մարդիկ չեն էլ պատկերացնում, թե մենք որ օրերում ենք ապրում, չեն պատկերացնում, որ աշխարհի Տերը, աշխարհի Թագավորը, իրական Տեր Հիսուս Քրիստոսը շուտով վերադառնալու է։ Առաջ ես շատ ավելի խիտ, ակտիվ կերպով էի ձայնագրություններ անում այն մասին, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է։ Ու մտածում եմ այդ մասին եւ հասկանում եմ, որ մեր ծառայությունը Աստված է ուղղորդում եւ նրա ուղղորդմամբ ենք մենք խոսում այս կամ այն թեմայից։ Մտածում եմ, որ Աստված շատ ակտիվ կերպով իր շատ զավակների միջոցով աշխարհին հայտնում է եւ հայտնել է, որ գալիս է ինքը եւ լսողները լսել են։ Շատ մարդիկ, հազարավոր մարդիկ լսել են իմ ձայնագրությունները, որտեղ ես ասում Հիսուս Քրիստոսը գալիս է, լսել են, սակայն չեն հավատացել։ Աստված միշտ տեղեկացնում է, նախազգուշացնում է, տեղեկացնում է, թե ինքը ինչ է անելու։ Այնպես որ հիմա երբ մտածում եմ, շատ տասնյակներ եւ հարյուրավոր, ես չգիտեմ քանի ձայնագրություններում ես խոսում եմ Տիրոջ գալստյան մասին, եւ այդ հազարավոր մարդիկ, որ լսել են եւ չեն հավատացել, ստացվում է իմ գործն է եղել հայտնել։ Կհավատաք, չեք հավատա, կպատրաստվեք, կապաշխարեք, չեք ապաշխարի, կհասկանաք, կհավատաք, որ մենք հիմա ապրում ենք աշխարհի վերջին վայրկյանների մեջ, թե չեք հավատա, դա ձեր ընտրությունն է։ Եվ իմ նման հազարավոր զավակներ Աստծո հայտնում են աշխարհին, որ Հիսուսը վերադառնում է։ Դա ձեր ընտրությունն է հավատալ, թե ոչ։ Երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ շատ խիտ եւ ակտիվ կերպով էի գոչում, բացականչում, որ Տեր Հիսուսը վերադառնում է։ Եվ հիմա էլ եմ ասում Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Եվ նա երկրի վրայից վերցնելու է իր հարսին, իր ընտրյալներին, իր իրական զավակներին, իր սրբերին,